Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ազգային ժողովի համատեղ հանձնաժողովների նիստում զեկուցում էր բյուջեի 2025-ի կատարողականի զբոսաշրջության արդյունաբերության ոլորտներում իրականացված ծրագրերը, բայց պատգամավորներին հետաքրքրում էին գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Հարց ուղղեցին, թե ինչ փուլում է արտահանողներին տրամադրվող փոխհատուցման ընթացակարգը։ Կառավարությունը սուբսիդավորում է իրենց մաքսատուրքը եւ տրանսպորտային ծախսերի մի զգալի մասը, որի արդյունքում արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան եւ այլ երկրներ եւ այս process-ը շարունակական է եւ մենք ակնկալում ենք շատ ավելի մեծ ծավալներ։ Հաջորդ աջակցությունը վերաբերում է ոչ ջերմոցային արտադրանքի արտահանման տրանսպորտային ծախսերի սուբսիդավորմանը, նշեց Պապոյանը։ Նաև մաքսատուրքի փոխհատուցում, որը էլի 8.5-ից մինչև 14.5% է սովորաբար լինում, արտահանման ծավալները շարունակական մեծանում են, որակական առումով մեր ապրանքների մի զգալի մասը չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, որովհետև այն ինտենսիվ այգիները, որոնք որ կան Հայաստանի Հանրապետությունում, դրանք բացարձակապես նույնական են Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի ինտենսիվ այգիների հետ։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շուկայում իրացման խնդրին, նախարարը հայտնեց, որ դիմել են Եվրասիական հանձնաժողով Հայաստանի նկատմամբ սահմանափակումների հարցը քննելու նպատակով, շարժվում են սահմանված ընթացակարգերով։ 2025-ին պետական բյուջեի միջոցներով հանրապետությունում 545 կիլոմետր երկարության ճանապարհ է կառուցվել, վերակառուցվել, նորոգվել եւ հիմնանորոգվել։ Դրանում ներառված չեն պետական համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրերը, ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Այս ոլորտում փաստացի ծախսվել է 102.7 միլիարդ դրամ։ Խուդատյանը խոսեց իրանական ընկերության Սյունիքում կատարվող աշխատանքի մասին։ Իրանական կողմի գործընկերների հետ իրականացնում ենք Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներ, իհարկե այնտեղ ասֆալտապատման աշխատանքներին դեռևս չենք հասել։ Ինքը այս պահին Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտն է, 32 կիլոմետր ճանապարհի վրա կան ուրեմն 2 թունելներ, 15 կամուրջներ, փաստացի այդ հատվածով կառուցվում է Հայաստանում երբևէ կառուցված ամենամեծ կամուրջը, որի երկարությունը ավելի քան 700 ուրեմն մետր է։ Մեր ստացած տպավորությամբ աշխատանքները որակական առումով եւ ժամկետային առումով բնականon հունով են ընթանում։ Նախարարն անդրադարձավ նաև հայկական ատոմային էներգակայանի շահագործման ժամկետի երկարացման ուղղված աշխատանքներին։ Դրանք ամենամյա են, բայց 5 տարին մեկ ավելի երկար ժամանակով 3 ամսով են անջատվում էներգահամակարգից։ Ներկայում աշխատանքների կեսից ավելին կատարված է։ Առավելագույնն ենք անում դրա հաջող ավարտի համար, ատոմականի շահագործման ժամկետը կերկարացվի եւս 10 տարով։ Այսինքն մենք ունենանք առնվազն մինչև 2036 թվականը ուրեմն ատոմային կայանը միացված մեր էներգահամակարգին։ Իհարկե սրան զուգահեռ մենք նոր ատոմականի կառուցման հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում, այն տեսակի ատոմականներ, որի պես է մեծամորի ատոմականը, այս բանը աշխարհի տարբեր երկրներում կան, անվտանգ աշխատում են եւ դրանք աշխատում են 50 տարուց արդեն ավել, բազմաթիվ երկրներում կան, որոնց տարիքը 50 եւ ավել է։ Հայաստանի ատոմականի տարիքը ավելի կարճ է։ Կիրականացվեն Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման հաղորդագծերի ու ենթակայանների ծրագրերը։ Իրանի հատվածի համար մրցույթն ավարտվել է, կապալառուին վճարվել 8.1 միլիարդ դրամ կանխավճար, տեղեկացրեց նախարարը։ Իսկ հաշվետու տարում ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև հանրային ծառայությունների այլ ոլորտներում սակագների փոփոխություններ տեղի չեն ունեցել, թեև կատարվել են վերահաշվարկներ։ Նույնը գազի համակարգում 25 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման եւ բնական գազի բաշխման սակագները։ Միևնույն ժամանակ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել եւ այստեղ դրանք եւս մնացել են անփոփոխ։ 2 տրիլիոն 725 միլիարդ հարկային եկամուտներ ու տուրքեր։ Պետնախագահն էլ ներկայացրեց հաշվետու տարում պետբյուջեի բարձր մուտքերը, որոնք ապահովել են երկնիշ 14%-անոց աճ։ Ունեցել ենք խոշոր բացահայտումներ այդ թվային հետախուզության նաև շնորհիվ։ Անցած տարի մի սերվեր բացահայտեցինք, որը գիշեք նախկինում մի դեպք նմանատիպ եղել էր, սա մոտ 3-ից 4 անգամ ավելի մեծ սերվեր էր, 30 միլիարդից ավել պոտենցիալ հարկով։ Նաև հետաքրքիր նոր ոլորտներ են հայտնվել տիրույթում՝ դեղատներ, սպորտային ակումբներ ու խաղային ոլորտի սուբյեկտներ, ներկայացրեց Հակոբյանը, խոսեց հայտարարագրերի համակարգի ռեֆորմի մասին։ 2025-ի հաշվետվությամբ հանդես եկավ նաև քաղաքաշինության կոմիտեն։ Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց Երևանում շինարարության հետևանքով փոշու ծավալների ավելացման մասին։ Իսկապես մենք էլ ենք դա արձանագրել
եւ դեռևս ամիսներ առաջ խստացրեցինք շինհրապարակների կահավորման եւ կազմակերպման նորմերը 3-4 ամիս ժամկետ տրամադրեցինք գործող կառուցապատողները, որպեսզի կարողանան իրենց շինհրապարակները այդ համապատասխան նորմի պահանջներին համապատասխան կահավորեն անհրաժեշտ սարքավորումներով։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կառավարությունում ձևավորված աշխատանքային խումբն էլ քննարկում է ճանապարհներին իրականացվող շինարարության համար ժամային գրաֆիկներ սահմանելու հարցը։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։